Հոկտեմբերի 19-ին ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի arczepiskopos Եվգենիին։ 325 տարի առաջ հիմնադրված Մոսկվայի հոգևոր ակադեմիան Ռուսաստանի առաջին բարձրագույն դպրոցն է, ուղղափառ հավատքի ուսումնասիրության ամենամեծ կրթական հաստատությունը։ Հայրապետն ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, նշելով, որ ռուս եկեղեցու հետ միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել եւ միշտ էլ հաճելի է Հայաստանում հյուրընկալել եղբայրական եկեղեցու անդամներին։ Անդրադառնալով Գևորգյան հոգևոր ճեմարանի եւ Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև 1 ամիս առաջ ստորագրված համագործակցության հուշագրին, վեհափառ հայրապետն իր գոհունակությունը հայտնեց եւ նշեց, որ հոգևոր կրթական հաստատությունների միջև կապերն անհրաժեշտ են եւ ցանկալի։ Նա հիշեց իր ուսումնառության տարիները Մոսկվայի հոգևոր ակադեմիայում, ողջույններ փոխանցեց դասախոսներին եւ նախկին ուսանողական ընկերներին։ Վերեյսկի arczepiskopos Եվգենին առաջին անգամ է Հայաստանում, տպավորված է հատկապես մայրավանքով։ Սա շատ հին երկիր է։ Մենք սկզբում վանք մտանք, թանգարան, ամեն քայլափոխի սրբություններ են, որոնք խոսում են այն մասին, թե երբ է այստեղ հաստատվել քրիստոնեությունը։ Այդ սրբությունները հավաքվել են շատ դարերի ընթացքում եւ կարեւոր է, որ դրանք հիանալի պահպանվել են։ Ռուս հոգևորականները հյուրընկալվեցին նաեւ Գևորգյան հոգևոր ճեմարանում, ծանոթացան ուսումնական ծրագրերին եւ ուսումնառության պայմաններին։ Նոյեմբերին այստեղ կբացվի ռուսաց լեզվի լինգաֆոնային դասարան։ Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտորին եւ նրան ուղեկցող հոգևորականներին ողջունեց ճեմարանի երգչախումբը։